քիչ առաջ դատարանում բավականին ուշագրավ հայտարարություններ արեցիք, ի սկզբանե այն ինչ քաղաքական իշխանության առաջին դեմքներ հայտարարել, այնինչ իրավապահ մարմիններն էին ամիսներ շարունակ նշում, որ փարաքարում տեղի ունեցածը վենդետա է, դուք այսօր ճիշտ հակառակն եք պնդում, որ ըստ էության լինելով Նարեկ Օհանյանի պաշտպանը ինքը վրեժխնդիր չի եղել, սա չի կարող լինել վենդետա։ Խնդրում եմ նաև ինչով է սա պայմանավորված, որ նախաքննությունից այսքան ուշ այս մասով հայտարարությամբ հանդես եկաք, տևական ժամանակ լրատվամիջոցները եւս պնդում էին, որ միգուցե քաղաքական ենթատեքստ կա, պատվիրատուներ կան, բայց լռում էին եւ այսօր նոր է դատանում պարզ լինում սպանությունից 4 ամիս անց, որ վենդետա չէ սա, այլ կարող են այլ ենթատեքստեր լինել, ինչպես դուք նշեցիք։ Նախ մի բան էլի ձեզ հարցնեմ, դուք չեք վախենում այս գործով լուսաբանում իրականացնել։ Ինչ եմ ասում, չեք վախենում իրոք։ Չէ, բան։ Չէ, հիմքեր ունեք վախենալու, ասեմ ինչի, որովհետև երբ որ նախաքննության ընթացքում լրագրողները փորձել են լուսաբանել այս դեպքը եւ որոշակի հրապարակումներ են կատարվել, օրինակ կոնկրետ լրագրողի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, բարձելու համար, թե լրագրողին որտեղից այդ ինֆորմացիայի աղբյուրները։ Քնար ջան, հիմա հարց եք տալիս։ Երբ որ վարույթն իրականացնող մարմինը թողած իր իրական բանու գործը, իրական մեղավորներին հայտնաբերելը, իր ռեսուրսը ծախսում է, իրավապահ համակարգի ռեսուրսը ծախսում է, որպեսզի պարզի, թե լրագրողին որտեղից այդպիսի տեղեկատվություն։ Կոնկրետ դուք գիտեք, որ լրատվամիջոցի Իհարկե գիտեմ։ Որ լրատվամիջոցի Լիա Սարգսյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում են իրականացնել, որպեսզի պարզեն, թե որտեղից Լիա Սարգսյանին գործի վերաբերյալ տեղեկություններ։ Հիմա կրկնում եմ, եթե ամբողջ իրավապահ համակարգը լծված է ոչ թե բուն գործը բացահայտելուն, այլ լրագրողի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու։ Մենք ինչ արդյունքներ էինք սպասում, որպեսզի ունենայինք։ Ես ասենք ինչի էս մասին չէի խոսում, որտեղ առաջին օրվանից ինձ ձեռքերը կաշկանդել են։ Ինձ կաշկանդել են, որպեսզի հնարավորություն չունենամ որևէ հանգամանքի մասին բարձրաձայնել։ Ո՞նց են կաշխանդել, ասել են Նախաքննության գաղտնիքի հրապարակմամբ։ Նախաքննական գաղտնիքի հրապարակմամբ թույլ չեն տվել, որպեսզի որևէ հանգամանքի մասին բարձրաձայնեմ։ Պարզ բան եմ ասում, Ժորժ ջան, 3 օր ոչ մեկը ոչ մի բան չի իմացել, չէ՞ հանցագործություն կատարողը ով է, հանցագործությունը ինչ շարժառիթով է կատարվել, չէ՞ ոչ մեկը ոչինչ չգիտի։ Տարական մի հանձնարարություն չի տրվում, թե հնարավոր է արդյոք հանցագործությունը կատարվել է կապված այդ անձի քաղաքական գործունեության հետ, ընդդիմադիր քաղաքական գործը չէ։ Դուք շարունակում եք պնդել, որ սա վենդետա չէ, պարոն Հավանեսյան։ Ես ոչ թե ես եմ շարունակում պնդել, դուք լսեցիք նաև դուժողի ներկայացուցիչ, չէ՞ հայտարարությունը, որ այս երկու դեպքերը մեկը մյուսի հետ կապ չունեն։ Քնար ջան, կապ չունեն, բերել են արհեստականորեն, փորձել են այս դեպքերը կապեն մեկը մյուսին, որպեսզի այն նախնական վարկածը, ինչը երկրի ղեկավարը հենց ասես մի քանի ժամ հետո դառնա իրականություն։ Վենդետայի մասին խոսք չկա։ Գևորգ Հարությունյանը ինչ կապ ունի Նարեկ Օհանյանի դեպքի հետ, որ Գևորգ Հարությունյանը գնա մարզպանի Նարեկ Օհանյանի օժանդակությամբ։ Ախր պարզ բան է, սրանք էլեմենտար բաներ են։ Մեղադրանք ինչի վրա կառուցվում, ասում են Նարեկ Օհանյանը եկել է աղբը այրել է, որպեսզի ուղղակի դատավոր տեսակ շատ դեպքերում ասեք լավ ձեր հարցը տվեք։ Գևորգ Հարությունյանը Նարեկ Օհանյանի վերաբերյալ ինչ է ասում։ Ոչինչ։ Նարեկ Օհանյանը կապ չունի դեպքի հետ։ Այդպես է։ Այո։ Նարեկ Օհանյանը դեպքի հետ կապ չունի։ Այ դրա համար ամբողջ Ինչն է իրեն դրդել սպանությունը կատարել։ ասում է կա նաև անձնական այլ շարժառիթ, որ ամենևին կապված չէ այս դեպքի հետ։ Չեք մանրամասնի գործը դատարանում։ Կարող եմ ասել, երևի հավանաբար իր ճիշտ կներ իր փաստաբանը ասեր, իր եւ Վոլոդիա Գրիգորյանի որոշակի բացասական հարաբերությունները, կոնկրետ իր եւ Վոլոդիա Գրիգորյանի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ Հարությունյանը մեղադրանքը ընդունել է, Նարեկ Օհանյանը մեղադրանքը չի ընդունել։ Սկզբնական, այո, Նարեկ Օհանյանը ի սկզբանե չի ընդունել, միջև վերջ չի ընդունել, Գևորգ Հարությունյանը սկզբնապես ընդունել է, վերջում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում արդեն չի հայտնել։ Պարոն Հովհաննիսյան, նաև ուշագրավ էր այն փաստը, որ Նարեկ Օհանյանի կինը հարցաքննության, պատշաճ հարցաքննության չի ենթարկվել, նախ շատ ուշ է հարցաքննվել եւ հետո տան տեսախցիկների հետ կապված ստացվում է, որ եթե Նարեկ Օհանյանի կինը հարցաքննվեր եւ տեսախցիկները առգրավվեին ու ստուգվեին, կփաստվեր, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանության պահին Նարեկ Օհանյանը գտնվել է տանը։ Այո։ Ասենք դիմել են դիտավորյալ անգործության, ասենք ախր իրեն գիտեն, որ Նարեկ Օհանյանը տանն է։ Ինչի են ուզում հասնեն, այսինքն որպեսզի քաղաքական ուզում են, այո, ես կարծում եմ, որ այս հանցագործության
արմատները ամենևին այդտեղ են թաքնված եւ այդ արմատները չեն փորվել եւ չեն հանվել գետնի տակից նախաքննության ընթացքում։ Իշխանությունը չմարշվեց Վալոդիա Գրիգորյանի Ես- հաղթանակը, սա կարող են Քնար ենթադրել ջան, եւ քաղաքական բազմաթիվ այդ տեսեք դուք հիմա վարկած եք, չէ՞ առաջ քաշում։ Կարող է չէ՞ այդ վարկածը ողջամիտ լինել։ Այդ վարկածի կապակցությամբ մի գործողություն 11 հատորի մեջ արվել է, չի արվել։ Մի գործողություն առաջի պայից ընդունել են վենդետա ու գնացել են վենդետայի ուղղությամբ։ Ոչ մի այլ գործողություն չի արվել։ Գևորգ Հարությունյանը ինչ ասում, միայնակ է գործել, Այո։ կազմակերպել, սպանել Այո, ամբողջ այո։ միայնակ, որևէ մեկը ներգրավել Ոչ։ Իրատույանուն չի։ Ոչ։ Ու տեսեք, մենակ Գևորգ Հարությունյանի ասածը որևէ այլ ձևով չի ստուգվում։ Լավ, Գևորգ Հարությունյանը ոնց ինքնուրույն ձեռք բերեց ինքնաձիգ, գիշերային տեսանելիության սար, ձևափոխեց։ Դե եթե Գևորգ Հարությունյանի ցուցմունքները աքսիոմա է համարել վարորդն իրականացնող մարմին, ես ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում Գևորգ Հարությունյանը նշում է, որ Նարեկ Օհանյանը տեղեկություն չի ունեցել դեպքի մասին։ Պարոն Հավասյան, նաև շատ է խոսում, որ Նարեկ Օհանյանի կարծեմ քեռու ворթին է, չէ՞, Մահեր Ախտոյանը գալիս, դա Ոչ։ որոշ ինչ-որ ազգակցական Ազգակցական կապ կա, բայց արունակցական կապ չկա։ Ազգակցական, ասում եմ, որ նա տեղյակ է եղել, դա այդ կասկածները փարփեն նաև նրանով, որ երկրից գնացել է, Գրիգորյանները պարբերաբար հայտակրկրվում են, ուրեմն Մահեր Ախտոյանը նրա երկրից բացակայելը կապում են այս դեպքի հետ, որևէ քրեական գործով հանձնում է Մահեր Ախտոյանը։ Ոչ։ Որևէ նախաքննական աշխատանք չի տարել պատվիրատու։ Նախաքննական աշխատանքներ մեր Ախտոյանի հայտնաբերման վայրեգությամբ կատարվել են, բայց դրանք ըստ էության արդյունք չեն տվել։ Եվ նաև այն, որ Գևորգ Հարությունյանն է տարել ճանապարհել, չէ՞ կարծեմ Ախտոյանին, սա եւս կասկածները չեն փարատում, որ գուցե իմացել է սպանում, ենթադրյալ այդ Իսկ սպանության վարկած առաջ քաշվել է դրա ստուգման վերաբերյալ։ Վարկած չի առաջ քաշվել։ Դե լրատվամիջոցներն դա էս ինչ էի ասում։ Ի սկզբանե ինչ է ասում է լրատվամիջոցները բազմաթիվ վարկածներ են առաջ քաշում, դատախազին բացարկած դրա վերաբերյալ էր, որ գոնե այդ վարկածները ստուգվելու ուղղությամբ ինչ է կարել դուք, ոչ մի բան չեք արել, ոչ մի բան, ի սկզբանե ընդունել եք Գևորգ, նարեք ու վերջ, այլ ոչ մի բան չկա։ Պարոն Հովհաննիսյան, մեկ էլ ճիշտ ենք հասկանում, որ տուժող կողմը, այսինքն Վոլոդիա Գրիգորյանի հայրը եւ նրա ներկայացուցիչը եւ դուք համեմիտ եք եւ համաձայն եք այն փաստի հետ, որ Նարեկ Օհանյանի եղբոր սպանության հետ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը կապ չունի։ Եվ այդ երկու սպանությունները տեսեք։ Վոլոդիա Գրիգորյանը կապ չունի, որտեղ Նարեկ Օհանյանը Վոլոդիա Գրիգորյանի անուն անգամ այդ գործի շրջանակներում չի տվել։ Ասենք ինքը Վոլոդիա Գրիգորյանի եւ այդ սպանության միջև կապ ըստ էության չի դիտարկել։ Ինչ վերաբերում է Պարքև Օհանյանին, Պարքև Գրիգորյանին, Պարքև Գրիգորյանի մասով ցուցմունք տվել է, որ ի սկզբանե ցանկացել է վրեժ լուծել, քանի որ Պարքև Գրիգորյանը այդտեղ գտնվել է, բայց հետագայում որոշել է այդ վրեժի հանգամանքը չարծարծել, չշարունակել եւ ապավինել արդարադատությանը։ Պարոն Հովհաննիսյան, եւ ցուցմունքում, եթե տեղյակ եք, Գևորգ Հարությունյանը ինչ է նշում, միայն նպատակը Վալոդիա Գրիգորյանի սպանելն է եղել եւ նրա ընկերը, որը սպանվել է, պատահաբար եղել, թե դիտման։ Ինքը շատ ցավում է, որ նաեւ Արծրուն Գալստյանն է մարմնական վնասվածք ստացել եւ Կարեն Աբրահամյանն է սպանվել, նշել է, որ այդպիսի նպատակ չի ունեցել, պատահաբար է եղել։ Ես եմ